Աստծո ժողովուրդ, բարի օրհնյալ կիրակի բոլորիս։ Եկեք մեր սրտից, մեր սրտի խորքից Տիրոջը փառաբանությունով սկսենք այսօր։ Ուզում եմ Տիրոջ խոսքից կարդալ Սաղմոս 103-ից, բայց Տիրոջ ողորմությունը հավիտենից մինչև հավիտյանս իրենից վախեցողների վրա է և նրա արդարությունը որդկանց որդիների վրա, նրա ուխտը պահողների վրա և նրանց վրա, որ հիշում է նրա պատվիրանքները, նրանց կատարելու համար։ Տերը երկնքումը հաստատեց իր աթոռը և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակն է, հզոր զորությամբ, որ կատարում եք նրա կամքը, նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր զորք է, նրա պաշտոնյաներ, որ կատարում եք նրա կամքը։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տիրության ամեն տերերումը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Բարձրաձայն ասենք, օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Հալելույա Տեր, մենք օրհնում ենք քո սուրբ անունը։ Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Փառավորվիր հավիտյան։ Տիրում ես դու ես զոր Աստված տիրում ես դու ես զոր Աստված տիրում ես դու բացրացու ձայնդ երգի նրան դու ես զոր Աստված տիրում ես դու ես զոր Աստված տիրում ես դու բացրացու ձայնդ երգի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու ածախեց մեզ Աստված անեց կապանքից և ավերջ փրկեց նա մեր մեղքերից նեվազած ենք հիմա և օրհնում ենք նրան փառքես Տեր փառքես մեր արքա մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր նորից երգենք նրան մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր մեծ ես դու Տեր մեծ ես դու Տեր Շարունակենք Տիրոջը փառաբանել Հալելույա Տեր գոհանում ենք քո սուրբ անունից Եկեք միասին Տիրոջը տանք արժանի փառք արժանի փառաբանություն ու երկրպագություն որտեղ Տերն արժանի է Ամեն Փառտու նրան ողջ երկինք ու երկիր Փառտու նրան մեծարիր և օրհնիր ողջ երկիր օրհնիր նրան Սարեր խոնարհվեն
բաց մեր աչքերը դու ես մեր Տերը և գունել մեր երգերը դու միակ հույսն ես մեր դու միակ հույսն ես մեր ով Տեր դու միակ հույսն ես մեր դու միակ ով մեր Տեր դու միակ հույսն ես մեր դու միակ հույսն ես մեր ով Տեր դու միակ հույսն ես մեր դու միակ ով մեր Տեր Սիրներ, եկեք շարունակենք մեր Տիրոջը փառաբանել։ Տիրոջ խոսքն ասում է. Օրհնյալ ես դու, ով մեր հայրերի Իսրայելի Տեր Աստված, Հավիտենից մինչև Հավիտյան։ Քոնն է ով Տեր մեծությունը եւ զորությունը, եւ փառքի հարթությունը, եւ պայծառությունը, եւ բոլոր երկնքումն ու երկրումս եղողները։ Քոնն է ով Տեր թագավորությունը, եւ դու բարձրյալ ես ամենից իբրև գերիշխան։ Եվ հարստություն ու պատիվը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վրա տիրողը, եւ քո ձեռքն ու զորությունն է կարողություն տալիս մեզ, եւ քո ձեռքն է ամենի մեծացնելը եւ ուժեղացնելը։ Եվ հիմա ով մեր Աստված, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհնում ենք քո փառավորյալ անունը, որտեւ ես ով եմ եւ ով է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենանք այսպես ընծամատոց անելու, որտեւ ամեն բան քեզանից է եւ քո ձեռքին ստացանք տվինք քեզ, որտեւ մենք պանդուխտներ ենք քո առաջին եւ նշտեղներ մեր բոլոր հայրերի պես, ստվերի նման են մեր օրերը երկրիս վրա եւ չկա հաստատություն։ Տեր, մենք գիտակցորեն խոնարհվում ենք քո մեծության առջև։ Մենք գիտենք, որ դու ես գերիշխան ամեն ինչից վեր։ Մենք գիտենք, որ դու եւ միայն դու ես Աստված, ով ամենակարող է, ամենակալ է, ամենագոհ է։ Տեր, ինչքան բառեր որ կան, մենք դրանք քիչ ա, որ մենք քեզ ասենք, որ քո մեծությունը փառաբանենք ու արտահայտենք, Տեր։ Մենք խոնարհվում ենք քո առջև։ Խնդրում եմ, որ անհատապես բացես մեզ, Տեր, քո մեծությունն ու քաղցրությունը։ Բացես քո ժողովրդին, թե ինչքան մեծ ու հրաշալի ես, որ քեզ երկրպագելուց, Տեր, երկիրը դողը, եւ դու լսես, Տեր, մեր երկրպագությունը, որ գալիս է մեր սրտի խորքից։ Բարձրյալ Աստված, այսօր մենք խոնարհվում ենք քո առջև։ Մենք տալիս ենք քո մեծ փառքին եւս մեկ փառք։ Արժանի Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր բաների համար, որ դու արել ես մեր կյանքերում։ Շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք հավատարիմ Աստված։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ իբրև քո զավակներ ընդունել ես։ Տեր, շնորհակալ ենք, որ մեզ Տեր ես դարձել։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեր բոլոր հոգսերը քո ձեռքերում են եւ դու հոգում ես մեզ համար։ Մենք խոնարհվում ենք քո առջև եւ փառք ենք տալիս քեզ։ Նա ով գահի վրա է, ով ապրում է փառքի անհաս լույսի մեջ, սուրբ հրեշտակների հետ ամենակալ Աստվածն է, արքան ամենազոր։ Բարձրացուցանդ երկիր։ Նա ով գահի վրա է, ով ապրում է փառքի անհայտ լույսի մեջ, սուրբ հրեշտակների հետ ամենակալ Աստվածն է, արքան ամենազոր։ Մեկ ձայնով
գրպագում ենք մեր ձայնով, քեզ մեծարում ենք մեր ձայնով, երգում ենք փառք քեզ հալելույա, մեր ձայնով, երբ գրպագում ենք մեր ձայնով, քեզ մեծարում ենք մեր ձայնով, երգում ենք փառք քեզ հալելույա. Նա ով գահի վրա ով ապրում է փառքի անհայտ լույսի մեջ, սուրբ հեշտակների հետ ամենակալ Աստվածն է, արքան ամենազոր. Նա ով գահի վրա ով ապրում է փառքի անհայտ լույսի մեջ, սուրբ հեշտակների հետ ամենակալ Աստվածն է, արքան ամենազոր.
կուղարկենք երգել եւ պաշտել մեր Աստծուն։ Աստված մեր եւ հայր մեր օգնիր մեզ արքա մեր մեզ ուշ դուր ու քաշիր մեզ օգնիր մեզ մոտենալ քեզ եկեք միասին երգենք Աստված մեր եւ հայր մեր օգնիր մեզ արքա մեր պահիր մեզ քո կամքի մեջ պահիր մեզ քո խոսքի մեջ Շնորհն է պահողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ զորացնողը Քո շնորհն է լցնողը, քո ձեռքն է օգնողը, ամեն անգամ մեզ լիացնողը Աստված մեր եւ հայր մեր օգնիր մեզ արքա մեր մեզ երգ դուր գովելու քեզ մեզ երգ դուր օգնելու քեզ Աստված մեր եւ հայր մեր Տեր օգնիր մեզ արքա մեր պահիր մեզ քո կամքի մեջ պահիր մեզ քո խոսքի մեջ քո շնորհն է պահողը քո ձեռքն է օգնողը ամեն անգամ զորացնողը քո շնորհն է լցնողը քո ձեռքն է օգնողը ամեն անգամ մեզ լիացնողը քո շնորհն է պահողը քո ձեռքն է օգնողը ամեն անգամ զորացնողը քո շնորհն է լցնողը քո ձեռքն է օգնողը ամեն անգամ մեզ լիացնողը Աստված մեր եւ հայր մեր Փառք մեր Հիսուսին Աստծո ժողովուրդ։ Տերը ձեզ շատ օրհնի։ Ամեն։ Ուրախ ենք, որ Տիրոջ տան մեջ ենք։ Դա ամենալավ օրն է։ Ամեն։ Մինչև մեր նվիրատվություններին կասկենանք, նախ կուզեմ շնորհակալ եղնեմ բոլորից հետ, որ ձեր նվերներով, ձեր անծաններով, տասանորդներով միշտ նպաստում եք Տիրոջ գործի մեջ, եկեղեցու ծառայությունների մեջ։ Աստծո ժողովուրդ, սա էլ մի տեսակ ծառայությունն է, որ ամեն մեկը Աստված դրել է, որ ամեն մեկս մասն ու բաժին ունենանք եկեղեցու ծառայության մեջ։ Գիտեմ շատերը չեք կարող քարոզել, չեն կարող ավետարան տարածել, չեն կարող տարբեր ծառայությունների մեջ լինել, բայց Աստված այդ դատարկ տեղը չի թողել դատարկ մնա։ Չէ՞։ Ամեն մեկը երբ որ ինչ-որ մի բան անում ենք, Տիրոջն ենք անում եւ դրանով
մասնակից ենք ավետարանի գործի մեջ։ Տերը ձեզ օրհնի, այսօր ես այն մարգարությունից մի հատ համար կկարդամ, շատ լավ համար է այսօր։ Ուրեմն միշտ սովորենք դե, որ 10-րդը, չէ, 10-րդ մասը մեր եկամուտի կամ ստացվածքի, այս ձև ասած, Աստծունն է։ Բայց այն մյուս մնացած մասը, այս համարը Եսայի մարգարություն 55-րդ գլուխ 2-րդ խոսքի մեջ, այն մյուս մասին Աստված խոսում է, ուզում եմ դրա մասին է խոսանք։ Ինչի ձեր ստակը կվատնեք ոչ թե հացի համար, եւ ձեր վաստակը այնպիսի բաների համար, որ չի կշտացնում։ Հետաքրքիր է։ Երբեմն այս ձև մտածում ենք, որ Աստծո բաժինը տվեցինք, այն մնացածն ինչ կուզենք կանենք։ Բայց Աստված այն մնացածի համար ասում է, ինչի եք վատնում։ Այնպիսի բաների վրա ձեր ստակը, այնպիսի բաների վրա եք վատնում, որ չի կշտացնում, կամ հացի համար չեք անում։ Օրինակ վատնել բառը շատ հետաքրքիր, նայեցի մի քանի տեղեր եւ շատ լավ բառեր գտա, որոնցից հոմանիշ բառեր, մսխել կամ գոլորշիացնել կամ ցնդեցնել, այն մնացած մասը, կամ քամուն տալ, կամ էլ քորուփուչ անել, այս բառը շատ սիրեցի։ Այս մենք sense խոսք ունենք, չէ՞, այսինքն Աստված ուզում է, որ այն մնացածը, որ քո ձեռքերիդ մեջ է, քորուփուչ մի անի։ Երբեմն օրինակ շատերս ծնողներ են, երեխաներ ունենք եւ երբ որ փոքր են, իրանց հավեսի համար կամ մի, ասենք 5 են ստացել դպրոցում, հանում ես $20 ես տալի օրինակի համար, չէ՞։ Բայց երբեմն երեխեքը այդ որ ունեն, դա արժեքը չեն հասկանում եւ ինչ են անում, առանց քո իմանալու այդ հավաքած գումար քորուփուչ են անում։ Օրինակ մեր երեխեքը ինչ են անում, խաղերի մեջ, գեյմերի մեջ, չգիտեմ ինչ են առնում, հնարավորություն կամ խաղալիքներ են առնում, որ դու որպես ծնող նայում ես, ասում ես սա իմաստը ինչ հայել, չէ։ Երբեմն օրհնություններ չի գալի, որովհետև Աստված գիտի, որ քորուփուչ ենք անելու։ Աստված գիտի, որ մխսելու ենք, անիմաստ տեղը ծախսելու ենք, կորչի գնա։ Մտածում եմ, որ օրհնությունները բացակայության պատճառներից մեկն է նաև սա է։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, կուզեմ, որ երբ որ նման վիճակներ է գալիս, միշտ sense կարևոր հարց կա, ասենք դրանցից մեկը որ սա է, երբ որ մի բան ուզում ես անես, մի հատ մտածի մինչև անելը։ Խիստ կարիք կամ անհրաժեշտություն է, որ անես դա, կամ առանց դրա, եթե կարաս ապրես, ուրեմն մի անի։ Ես չգիտեմ, այն ժամանակ այդ մարդիկ հիմա որ նայեմ ես, լիքը բաներ կա, որի վրա կարաս քո ամբողջ գումարդ մխսես կամ քամուն տաս կամ ծախսես, բայց այն ժամանակ ինչ են այս այնց 2-3 հազար տարի առաջ չգիտեմ, այդ որտեղ են այդ ծախսել իրանց ունեցվածքը, որ Աստված ասում է քորուփուչ մեկ անի ձեր ունեցվածքը։ Շատ եմ մտածել, չգիտեմ ինչ է։ Հիմիկվա հնարավորություններ ու ճոխությունները չկա, բայց վստահ եմ, որ Սուրբ Հոգին ամեն ժամանակ, երբ որ ուշադիր եղնենք, կխոսա ձեզ հետ։ Ամեն տարի մեջ Սուրբ Հոգին գիտի որն է քորուփուչը, որն է ճիշտ տեղը օգտագործելը եւ Սուրբ Հոգին կխոսա ամեն մեկիս հետ։ Դրա համար ինչա պետք Աստծո ձայնը սովորենք լսել ամեն մեկիս։ Այսօր մտածում եմ, որ երբեմն շատ ենք եղնում բաներ կա մեր կյանքի մեջ, աղոթում ենք Աստված ջան օգնի, ազատվենք, կռվում ենք սատանայի դեմ, կռվում ենք հարևանների դեմ եւ այլն, բայց այսօր չգիտեմ, խի մտածեցի, որ մենք մեր դեմ էլ պետքա կռվենք պատերազմի։ Երբեմն բաներ կա, հենց մենք մեր դեմ պետքա հաղթենք, չէ՞։ Մեզ պետքա, մեր անձերին, մեր մարմնավոր ցանկությունների դեմ պետքա կռվենք ու հաղթենք։ Շատ բաներ գցում ենք սատանայի վրա, հարևանների վրա ու նրանց դեմ ենք կռվում, բայց խնդրեմը մեր մեջ է։ Ուրեմն երբեմն նման իրավիճակներ կա, որ Աստված ասում է կանի, քեզ նայի, չէ՞, հաշիվ տուր։ Փառք Հիսուսին, ողջույն սիրելի եկեղեցի, ողջունում ենք ձեզ մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուսի անունով, ուրախ եմ յուրաքանչյուրիդ համար տեսնել ձեր անուշ դեմքերը, դուք ուրախ եք, որ միասին մեկս մյուսին կարող ենք տեսնել, վայելել այս օրը Տիրոջմով, հալելույա, անցնենք մեր այսօրվա
Աստծո խոսքին, սիրելիներս, եւ համոզված եմ, որ դուք նույնպես ինձ նման աղոթել եք, որ Սուրբ Հոգին այսօր խոսի մեզ։ Ամեն։ Եթե չեք հասցրել, դուք ունեք 15 վայրկյան ժամանակ։ Կարող եք աղոթել հենց հիմա։ Տեր, խոսիր ինձ։ Սուրբ Հոգի իմ սիրտը պատրաստ է, եկեք միասին աղոթենք մեր անձի համար, ամենքդ դուք ձեզ համար աղոթեք։ Սիրելի Տեր, մեր սիրտը պատրաստ է ընդունելու քո կենարար խոսքը, ընկալելու, հասկանալու այն ճշմարտությունները, որոնք դու այսօր կարձակես մեր կյանքի մեջ։ Տեր, ես աղոթում եմ, որ ամեն եղբայրս եւ քույրս այս պահին լինի օրհնված քո սրբության մեջ, քո ներկայության մեջ։ Եվ նրանցից յուրաքանչյուրի սիրտն ու միտքը թող պատրաստվի լսելու այն ճշմարտությունները, որ քո խոսքը մեզ համար կբացի։ Եվ հատկապես աղոթում եմ Սուրբ Հոգի մեր մեջ հայտնություններ դիր քո խոսքից, բացահայտիր մեր ներսի վիճակը եւ քո բժշկարար օրհնությամբ լցրու մեր կյանքը, փառքիդ եւ անվանդ համար Հայր, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Երբ որ աղոթում էի եւ պատրաստում էի այս խոսքի համար, հետաքրքիր մի բան ապրում ունեցա, սիրելիներս։ Զարմանալի էր, որ երբ որ դու մենակ ես Աստծո ներկայության մեջ, քեզ թվում է, թե դու ես եւ այդ 4 պատը։ Բայց երբ որ հոգեվոր աչքերով ես նայում, ոչ մի պատ չկա, ոչ մի սահմանափակում չկա։ Աստված գերբնական, առատ օրհնությամբ, իր ճոխությամբ, անսահմանությամբ ներկայ է քո այդ փոքրիկ սենյակի մեջ։ Եվ գիտես, եթե Աստծո մեջ ենք, ուրեմն սահմաններ չկան։ Եթե Աստծո մեջ ենք, արգելքներ չկան։ Նա կարող է ինձ եւ քեզ հետ հաղորդակցվել եւ ազատ խոսել մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուրեմն նյութը, որ պատրաստել եմ, սիրելիներ, որ ձեզ հետ պիտի բաժնեկցեմ, վերնագրել եմ այսպես. ուրախություն անգամ 10։ Չգիտեմ դուք ինչ կզգա, հիմա ձեր դեմքերից միանգամից ուրախություն եկավ։ Հետաքրքիր է, ես հենց չեմ քարոզել, բայց դուք սկսեցիք ինձ քարոզել։ Ուրախություն անգամ 10։ Մենք ընդհանրապես ուրախությունը այլ կերպ ենք ակնկալում։ Ուրախություն ակնկալում ենք, երբ որ մի բան շատանում է մեր կյանքում, չէ՞։ Բացի ցավն ու դարդը։ Եվ տեսեք, այդ դրա վրա էլ ուրախացակ։ Ինչի, որովհետև դրա բացակայությունը անգամ մեզ ուրախություն է պատճառում։ Մարդիկ կան, որոնց տեսնում ես, ուրախանում ես։ Մարդիկ կան, որոնց տեսնում ես, քիչ ես ուրախանում։ Մի եղբայր կար ասում էր, մեր հյուրերը մեզ ուրախացնում են 2 բանով. մեր տուն գալով, այցելելով եւ շուտ գնալով։ Ես չգիտեմ ձեր հյուրերը ձեզ այդպես ուրախացնում են թե չէ, բայց վստահ եմ, որ ուրախության ակնկալիքը յուրաքանչյուրս ունենք։ Եվ գիտեք, ուրախությունը միայն այն չի, որ մի բան անում են քեզ համար։ Կա ուրախություն, որոնք դու ապրում ես առանց որևէ մեկի քեզ համար բան անելու։ Եվ կան ուրախություն, որի մասին անհնար է ուղղակի բացատրել, երբ որ դու ինչ-որ բան անում ես ուրիշի համար։ Ես անգամներ ասել եմ, երբ որ կարդում ենք Հովանու ավետարան 3:16 համար ինչ է գրված, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց։ Աստված տվող Աստված է։ Նրա ուրախությունն էր իր ունեցածը բաժնեկցել իր զավակների հետ։ Նրա երջանկությունն էր տալ, ընծայել, նվիրել։ Ինչու, որովհետև մենք հասկանում ենք, որ այն ամեն ինչ, որ Աստված է տալիս մեզ, ուրախություն է։ Դա մեզ պատճառում է երկնային վայելք։ Եվ այսօր ուզում եմ մի քանի տարբեր ուրախությունների մասին խոսել, շատ չէ, ընդամենը 10 ուրախության մասին պետք է խոսեմ, որոնք վերցրել են Փիլիպեցիներին ուղված նամակից։ Պողոս առաքյալը մի հիանալի թուղթ է գրել Փիլիպեցիներին, եւ այդ Փիլիպեցիների նամակը մեզ համար շատ օրհնությունների պատճառ պետք է լինի։ Թույլ տվեք սկզբից հարցով սկսեմ։ Դուք ուրախ մարդ եք ձեր բնությունով, թե չէ։ Մի հատ խնդրում եմ ձեզ, մի պահ հələ պատկերացրեք, դուք որ նայում եք հայելու մեջ, դուք ուրախանում եք, թե տխրում եք։ Մենք մարդիկը սովոր ենք, հակված ենք այն ճշմարտության հետ, որ ինչ որ բան մեր մեջ պակաս է։ Ինչ որտեղ նորմալ է, ինչ որտեղ ոչ։ Որտեղ նորմալ է այնքան ժամանակ, որ հասկանում ենք, որ մենք ինչքան ենք կորցրել Աստծո փառքը, ինչքան ենք ընկել, ինչքան ենք, ասում է, երկու մարդ ամուսիներով մարդուկին խոսում են իրար հետ, եւ ամուսինը կնոջ ասեց, ասեց կին, այն ժամանակ ասեց, որ երիտասարդ ենք, ինչքան գեղեցիկ էինք, մանավանդ ես։ Եվ բայց որ մեծացանք, տգեղացանք, մանավանդ դու։ Ինչքան մեծանում են, կարծես մեր մեջ մի բան ենք հայտնաբերում, ընճիրներ են ավելանում, չգիտես, չէ, դարդերը, հոգսերը,
մի բանաստեղծություն կար, եթե չեմ սխալվում, այդպես էր կամ որևէ արձակ էր, եթե չսխալվեմ, այսպես էր ասում, որ մորս դեմքին, որ նայում եմ, ամեն մի կնճիռը մի պատմություն ունի։ Ամեն մի կնճիռը մի պատմություն ունի։ Գիտեք, մենք կյանքով այնքան ենք ծանրաբեռնում, կյանքի մեջ, տարբեր բաներով այնքան ենք ծանրաբեռնում, որ կորցնում ենք իրական ուրախությունը։ Եվ այս կյանքը մեզ շատ ուրախություն չի պատճառում, ինչու, որովհետև ինքը չունի ուրախություն։ Ցավից ցավ, պրոբլեմից պրոբլեմ, հայկական ամեն ինչն էլ ցավով է սկսում, չէ՞, սկսած ծնվեց ցավից, հղիացավից, մինչև մեծացավ, հետո մահացավ, ամեն ինչը ցավի մեջ է։ Եվ շատ բան չկա մեզ ուրախացնող այս կյանքում, բայց այստեղ մի բայց կա։ Բայց կա մեկը, որ կարող է գալ մեր կյանքի մեջ, որ կարող է փոխել մեր սուքը, մեր տրտմությունը ուրախության եւ ծիծաղի։ Նա մեր անցյալի դժբախտությունները կարող է վերափոխել։ Ապշելու մի բան է կատարվում, երբ որ Սուրբ Հոգին սկսում է աշխատել մարդու կյանքի մեջ, երբ որ Աստված գալիս է մարդկային կյանքի մեջ, սկսում է ուրախություններ ծնվել քո մեջ։ Դու ուրախ ես այն ժամանակ, երբ որ տխուր ես։ Ինչու, որովհետև հասկանում ես, որ ավելի մեծ պատճառ ունես ուրախանալու, ավելի մեծ առիթ ունես ուրախանալու, քան որևէ պատճառ տրտմելու։ Որտեղ ուրախությունը իր մեջ հույս է ներառում, սիրելիներ։ Եվ ինչքան հրաշալի է, որ քո անցյալի հիշողությունները քեզ միայն ուրախություն պատճառեն։ Ցավոք բոլորս այդպես չենք եւ շատ չէ ուրախությունը, որ ուրիշներից կարող ենք ստանալ, բայց նրանք, ովքեր որ Քրիստոսի մեջ են գալիս, ինչ որ մի աշխարհ է փոխվում, ինչ որ մի արարչագործություն է տեղի ունենում։ Եվ այսօր ուզում եմ խոսել Պողոսի ուրախության մասին, 10 ուրախություն, որ Պողոսը խոսում է Ֆիլիպեցիներին ուղղված նամակի մեջ։ Թերևս մենք մի նամակի մեջ այդքան չասենք ուրախ եմ։ Մի հանդիպման մեջ այդքան չենք ասում, որ ուրախ ենք, չէ՞։ Քիչ ենք, ինչքան ուրախացա, որ այսօր ձեզ տեսա, չէ՞, վերջում ենք ասում։ Այդ էլ կախված է զրույցից, ուրախացար թե։ Ուրեմն սիրելիներ, այս խոսքը Պողոս առաքյալի այս նամակը հիմնականում Ֆիլիպեցիների գիրքը կոչվում է ուրախության գիրք։ Եվ սա կարելի է ասել ոչ միայն Պողոսի անձնական ուրախությունն էր, այլ նաև ինքը օրինակ է դարձնում իր անձը, որ մենք էլ կարողանանք երկնային ուրախություններով եւ ճշմարիտ ուրախություններով ուրախանանք։ Ուղերձի էությունը կարծես թե սա է. ես ուրախ եմ, ուզում եմ, որ դու էլ ուրախ լինես։ Երբ որ դուք ուրախ եք, ուզում եք ուրիշներն էլ ուրախ լինեն։ Ես սիրում եմ ուրախ լինել։ Ես բնույթով ուրախ մարդ եմ։ Հումոր շատ եմ սիրում, բոլորդ էլ սիրում եք, չէ՞ հումոր։ Մարդիկ կան, որ հումորի զգացում չունեն, ինչ ասում ես վիրավորական են ընդունում։ Դա նորմալ չէ։ Դա ճիշտ չէ։ Միգուցե կարող ենք արդարացնել, ասել դե իր տեսակն է այդպես, բայց եկեք այսօր մի տեսակ փոխենք տեսակը։ Ուրիշ տեսակի դարձնենք։ Շատ լավ սիրելիներ, ուրեմն առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ասել, առաջին բանը, որ Պողոսին կարող էր ուրախացնել, ինչը կարող էր Պողոսին այդքան ուրախություն պատճառել։ Գիտեք, որ Պողոսը երբ որ ճամփորդությունների մեջ էր եւ Ֆիլիպեին էր, նա մանավանդ որ ինքը բանտում էր Ֆիլիպեի, եկեղեցուն բանտից նամակ է ուղարկում։ Բանտի մեջ մարդը ուրախ մարդ չի կարող լինել, չէ՞, միշտ տխրություններ։ Թերևս շատերս այսօր մեր կյանքում որոշակի բանտերում լինենք։ Չենք կարողանում արձակված զգալ, չենք կարողանում կատարյալ ազատություններ վայելենք։ Ինչ որ բան մեզ ճնշում է, ինչ որ բան ամեն ժամանակ մեր մտքի, սրտի, մեր հոգու վրա մեզ ցավեցնում է, բայց առաքյալը այդ բոլոր դժվարությունների մեջ կարող էր ուրախության առիթներ գտնել եւ փոխանցել Ֆիլիպեի եկեղեցուն։ Առաջին բանը սիրելիներ, որ Պողոս առաքյալը խոսում էր ուրախության մասին, սա էր միմյանց համար աղոթքի ուրախություն։ Ես չգիտեմ դուք հեչ աղոթել եք ինչ որ մեկի համար, կարծում եմ վստահ եմ որ աղոթել եք։ Դուք զգացել եք, որ ինչքան լավ կլիներ, եթե դուք լինեք դժվարության մեջ եւ ինչ որ մեկը ձեզ համար աղոթեր։ Սա գերազանց մի շնորհք է Աստծուց, որ մենք կարող ենք ունենալ մարդիկ, որոնք որ մեզ համար կարող են աղոթել։ Եվ Պողոս առաքյալը խոսում է այս աղոթքի մասին, որ ոչ միայն այս աղոթքը ուղղակի տեղյակ պահել է Աստծուն, այլ այդ աղոթքը իր մեջ ներառում է զարմանալի ուրախություն։ Ուզում եմ կարդալ ձեզ համար այդ խոսքը Ֆիլիպեցիների առաջի գլուխ 3 եւ 4 խոսքեր ասում է. գոհանում եմ իմ Աստծուց ամեն ժամանակ, որ ձեզ հիշում եմ, որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներում ձեր ամենքի համար աղոթք եմ անում ուրախությունով։ Երբ որ մեկը քո հանդեպ մի բան անում, որը քեզ տրտմեցնում է, երբեմն այդ աղոթքը վերածվում է, կարծես թե ոչ թե աղոթքի, այլ անեծքի, չէ՞։ Եկեք քննենք մեր սիրտը, մենք երբ որ աղոթում ենք, ինչպես ենք վերաբերում այդ աղոթքը, մեզ ինչ է տալիս կամ ինչ ենք տեսնում այդ աղոթքը կանի մեր դիմացինի համար։
Ամեն անգամ ես պիտի խոստովանեմ սիրելի քույրերս, եղբայրներս, երբ որ ձեզ համար աղոթում եմ, ուրախությամբ եմ աղոթում։ Սա ինձ համար մեծ նշան էր նաև մեծ սթափեցնող մի վիճակ էր, որ երբ որ հիշում եմ ձեր անուշ դեմքերը, ամսենց ես գիտեք, որ բեմից երբ որ նայում եմ, անշուշտ էս լույսերին շատ են խանգարում երբեմն, իմ աչքերի վրա գալիս են, բայց դրանք ինձ չեն խանգարում, որ մինչև վերջի մարդը, վերջի անձը նկատեմ եւ երբ որ գնում եմ տուն, հերթով հիշում եմ ով որտեղ էր նստած։ Երբեմն որ պիտի որոշ ցանկ կազմեմ, ինչ եմ անում, աչքերս փակում եմ ու սկսում եմ մտաբերել ձեր դեմքերը։ Որոշներիդ անունով եմ հիշում։ Որոշներիդ անունով կարող եմ չհիշել, որտեվ եթե դուք իմ անունը չհիշեք, շատ մեծ մեղք ունեք։ Որտեվ ես այդ մեկն եմ։ Բայց եթե ես ձեր անունը չհիշեմ, մի քիչ մեղմ վերաբերվեք ինձ, որտեվ դուք շատ եք։ Եվ փառք Հիսուսին։ Ուրեմն ինչ էր ասում առաքյալը, գոհանում եմ իմ Աստծուց, փառք եմ տալի, Աստծուն շնորհակալություն եմ ասում ձեզ համար ամեն անգամ, երբ որ հիշում եմ, Աստծուն փառք եմ տալի եւ աղոթում եմ ձեզ համար, ինչպես եմ աղոթում։ Ուրախությունով եմ աղոթում։ Ուրախանում եմ, որ դուք կաք։ Մի հատ դարձեք իրար կողմ, խնդրում եմ, մի հատ նայեք ձեր կողմը։ Մի հատ աջ կողմ նայեք, լավ նայեք, հետո թեքվեք ձախ կողմը նայեք։ Շրջվեք հետ դարձեք նայեք։ Հիշեք դեմքերը։ Դեմքերը լավ հիշեք, որտեղ նրանք պիտի կազմեն ձեր իրական աղոթքը, դուք պետք է նրանց համար աղոթք անեք։ Եթե առջևում մեկը նստած է, դուք տեսաք իրան, սա հրաշալի է։ Առաքյալը կարող էր ասել ամեն մեկիդ համար աղոթք եմ անում ուրախությամբ։ Ինչու, որովհետև զգում եմ, որ դուք ինձ համար իմ հարազատն եք։ Իմ Հիսուսից ձեր մեջ կա, ես չեմ կարող ձեր համար տխրությամբ աղոթք անել, ցավով ու տառապանքով աղոթք անել։ Չեմ կարող, ինչու, որովհետև ձեզ ունենալը իմ ձեռքբերումն է Քրիստոսով։ Դու կարող ես նայել ամբարիշներին եւ զգալ նրանց համար ցավով ես աղոթում։ Չես կարող ասել, որ նրանց այնքան շատ ես սիրում, որ նրանց սիրով եւ ուրախությամբ ես աղոթում։ Ամբարիշների համար ուրախությամբ չէ, տրտմությամբ ես աղոթում, որտեղ նրանց գործերը Աստծո ասում է օր ըստ օրե չար են։ Բայց սուրբերի համար, քո քույրերի եւ եղբայրների համար աղոթում ես ուրախությամբ։ Երբ որ կանգնում ես Տիրոջ ներկայության մեջ, ամեն բան քո ներսում այսպես խմորվում է Քրիստոսով։ Ամեն։ Ամեն բան քո մեջ բովանդակում է Քրիստոսով։ Ասում են, որ մի քույր կար, բուժքույր, եւ ինքը որոշել էր, որ իր վրա նշան դնի, ում համար պետք է աղոթի, բայց գիտեք, ինքը դա չէր անում իր համար։ Պարզապես մի ծերունի կար, որ մահամերձ էր եւ շատ դժվարություններով լի էր, եւ ինքը մոտեցավ մի օր ծերունին եւ ծերունին իրան հարց է տալիս, ասում է, ես չեմ հասկանում, դու մի տեսակ ուրիշ մարդ ես։ Շատ բուժքույրեր կան, շատերն են մտնում է սենյակ դուրս գալիս, բայց ի՞նչն է քո գաղտնիքը, եւ ինքը գիտեք ինչ անում։ Ասում է, իմ գաղտնիքը սա է, որ ես փորձում եմ իմ կյանքի մեջ տեղավորեմ այն մարդկանց, որոնց համար ես ուրախ եմ, որոնք իմ կյանքն են, իմ շրջապատն են կազմում։ Ասում է, ո՞նց կարող ես հիշել։ Ասում է, ընդամենը 5 մատով։ 5 մատով կարող եմ հիշել։ Ես գրել եմ, թույլ տվեք, որ կարդամ, որ չշփոթվեմ։ Ասում է, առաջինը, որ ամենամոտն է ինձ, եւ դու պահում եք, ամենամոտը առաջինը որն է։ Բութն է, ձեր մոտ էլ է, չէ՞, նույնը։ Այն հիշեցնում է իրեն ամենամոտ կանգնած մարդկանց։ Ասում է, ես առաջին աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր ամենամոտն են ինձ կանգնած։ Ովքեր են քո ամենամոտը կանգնած։ Եթե կան ձեր ծնողները, կան ձեր զավակները, դրանից հետո ամենամոտ ովքեր են, ձեր մտերմությունը, շրջապատը, եկեղեցին, քույրերը, եղբայրները, չէ՞, ամենամոտ կանգնած մարդիկ։ Սա բթամատն է։ Երկրորդը, ցուցամատը օգտագործվում է ուրիշներին ցույց տալու համար եւ դա նրա համար խորհրդանշում է օրինակ դպրոցների, հիվանդանոցներին եւ բոլոր ուսուցիչներին, որոնք որ միշտ ուրիշների համար են, որոնք միշտ ինչ որ բան անում են ուրիշների համար, իրանց կյանքը դնելով գնում են ուրիշների համար են օգուտ տալիս։ Ուրեմն սա ցուցամատներ։ Երրորդը, վստահեք մատերի տեղերը չի փոխվելու։ Երրորդ մատը ամենաերկար մատն է եւ այն խորհրդանշում է ղեկավարություն, կառավարություն, բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջնորդներ եւ այդ կյանքի բոլոր ոլորտներում նրանք, ովքեր առաջնային դիրքում են կանգնած, ամենաբարձր դիրքերում են կանգնած։ Ինչպես առաքյալը կասեր, աղոթք արեք ձեր իշխանավորների համար, որպեսզի հանդարտ աստվածպաշտության կյանք վարեք։ Ամեն։ Հետո որն է գալիս, 4-րդ մատը։ Մատն է մատը։ Համարվում է սա ամենաթույլ մատը,
Նրա համար խորհրդանշում է նրանց, ովքեր խնդիրներ եւ անախորժություններ ունեն եւ ցավերի մեջ են։ Կարծում եմ արժի սովորել։ Աղոթել մարդկանց համար, ովքեր որ թույլ են։ Միգուցե այսօր նայում եք ձեր շրջապատում մարդիկ կան, որ այդքան զորավոր չեն, միգուցե նրանք չկան, այն աթոռը, որ քո կողքն է, որ կա հիմա, նայում ես դատարկ է, ինչն է պատճառը, այդ մարդը միգուցե թուլացել է իր հոգևոր կյանքի մեջ։ Միգուցե թուլացել է իր հոգևոր պայքարների մեջ, իր պատերազմները չեն ստացվում, աղոթիր իրանց համար։ Եվ դարձրու քեզ համար ուրախության առիթ։ Եվ 5-րդ ամենափոքր մատը, եւ գիտեք ինչն է հետաքրքիր, ասում է այդ ամենափոքր մատը եւ դա ամենակարևորը խորհրդանշում է հենց ինձ, որ ես ամենափոքրն եմ, ես ամենամեծը չեմ, ես ամենաուժեղը չեմ, ես ամենահաղթողը չեմ, ես էլ տկարություններ ունեմ, աղոթում եմ ինձ համար։ Թեսաղոնիկեցիներին ուղված նամակի մեջ Երկրորդ Թեսաղոնիկեցիներ առաջի գլուխ 1, 11 եւ 12 համարներն ասում է. այս պատճառով էլ ամեն ժամանակ աղոթք ենք անում ձեզ համար։ Առաքյալն ասում է, այս ամեն ինչով հանդերձ աղոթում ենք ձեզ համար։ Ինչ ենք աղոթում իրար համար։ Ինչպես պիտի աղոթենք կամ ինչ պիտի աղոթենք։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, առաքյալն ասում էր ինձ համար ուրախություն կլինի, որ ես այս աղոթքի պատասխանը տեսնեմ։ Իսկ ո՞րն է աղոթքի պատասխանը, այսպես է ասում, որ մեր Աստվածը ձեզ արժանի անի ձեր կոչումին եւ կատարի բոլոր բարի հաճությունը եւ հավատքի գործը զորությունով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի ձեզանում եւ դուք նրանում մեր Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքի պես։ Հալելույա։ Ես կարծում եմ այսպիսի աղոթքը, որ պատասխան ունենա, ինչքան կուրախացնի քեզ։ Ասում է, որ աղոթում եմ, որ Աստված արժանի անի ձեզ ձեր կոչումին։ Ինչի համար, որ Աստված ի նկատի ա ունեցել քեզ արարելուց, երբ որ մամայի մեջ քեզ ձևավորում էր, ասում էր, գիտես սրանից ինչա լինելու։ Օ, գիտես ես ինչ եմ սարքում, կներեք բառը, բոմբ եմ սարքում։ Գիտեք ես ինչա լինելու ես։ Մենք ծնվում ենք, մեծանում, ասում ենք, հայ ես ինչ ես սարքել։ Ինչու, որովհետև դու քո կոչումը չգիտես։ Ինչու, որովհետև դու քո լինելու արժեքը չգիտես։ Ինչու, որովհետև այնքան է սատանան խաբել, այնքան է տարբեր բաներով զբաղեցրել, որ դու քո ով լինելը, քո արժեքդ կորցնում ես Քրիստոսից եւ հեռու ես գնում ման գալու ուրիշ տեղերում քո արժեք ստանալը։ Եվ մտածում ես, «Էս եմ ես»։ Վերադարձիր Տիրոջը։ Եվ ինչ է ասում, որ մեր Աստվածը ձեզ արժանի անի ձեր կոչումի մեջ, կատարի բոլոր հաճությունը, ինչ որ Աստված ուզում է, թող դա կատարվի մեր կյանքի մեջ։ Թող 4000 հոգի ավել ասեն ամեն։ Թող Աստված հաջողվի քո կյանքի մեջ։ Ինչ որ ուզում անի, թող անի։ Լսեք սիրելիներ, երբեք Աստված վատը չի անի, երբեք չի ցավեցնի քո կյանքը։ Նա երբեք չի տկարացնի քեզ, նա երբեք սատանային չի մատնի քեզ, նա կանի լավագույնը, որպեսզի դու վերադառնաս փառքի մեջ։ Իր տրված հաջողության մեջ, որի համար Աստված կանչել է, եւ ասում է շարունակությունը, եւ այդ հավատքի գործը կատարվի քո մեջ զորությունով։ Որ հավատքդ գերի հավատք չլինի, զորավոր հավատք լինի։ Որ երբ որ դու հավատում ես, երբ որ դու գործ ես անում հավատքի, դրանք հաջողվեն, պսակվեն եւ միայն օրհնությունների բերելու առիթը լինեն քեզ համար։ Ամեն։ Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, ես շատ եմ սիրում սա։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Երբ որ մենք ճիշտ չենք հասկանում կյանքը, երբեմն այդպիսի բաներով ենք, սխալ տեղերով ենք, չես սկսում, երեք էր առաջի օրներ իմ սիրելի եղբայր Արտուր մի բան պատմեց, մի նորադարձ, որ գալիս է եկեղեցի, եւ հենց այդ օրը այնպիսի մի օր է, գիտեք, որոշ եկեղեցիներում սովորություն կա ոտնալվայի, ճիշտ եմ հիշում, չէ՞ Արտուր ջան։ Ոտնալվայի սովորություն կա, ասում եւ այնպես ասում ես նորադարձին բերում նստում եւ սկսում են ոտքերը լվան, ինչպես Հիսուսը ոտքերը լվաց։ Եվ ասում եմ, լվում է, ես մեկ էլ մտածում, ասում եմ, մարդ ես ամբողջ կյանքում մամասս կի ես տարիքում զին ոտքերը չի լվացել, բայց այս տղան իմ ոտքերն են լվում, վերջը որ չի իմանում ինչ ասի, դառնում ասում եմ, եղբայր ջան, փառք քեզ, որ իմ ոտքերը լվում ես։ Այս եղբայրն են լվում, նայում ասում եմ, փառք բոլորիս։ Բանից դուսակալի ինքն էլ չգիտեր ինչ անում, ինքն էլ նոր։ Երբեմն մենք այո սխալում եմ, չգիտենք որտեղ ինչ ասենք, ինչ անենք։ Փառքը միայն Տիրոջն է, թող Քրիստոսը փառավորվի։
ինչ որ անես, ինչ որ աղոթես, թող Քրիստոսը փառավորվի։ Գիտեք, որևէ մեկս արժանի չենք այդ աղոթքի պատասխանի ծափահարությունը ընդունենք, ոչ մեկս, բայց Աստվածը արժանի։ Նա գիտի ինչ զորություն ա դրել իմ ու քո մեջ, ինչ աղոթքի, ինչ զորություն ա դրել, որ ինքը կարող է դրանով փառավորվել։ Ամեն։ Ուրեմն մենք միշտ պետք է հիշենք, ուրիշի համար աղոթելը, եղբորդ համար, քրոջդ համար աղոթելը միշտ ուրախություն կա իր մեջ։ Միշտ ուրախություն կա։ Եվ մենք կարիք ունենք այդ ուրախությամբ ապրենք աղոթքի պահերը։ Ամեն։ Եթե այս ընթացքում ինչ-որ մարդիկ կան քո սրտի մեջ, որ իրանց համար կուզեիր աղոթես, ընթացքում աղոթիր, բայց ուրախությամբ աղոթի։ Մի նա ինքը ինչքան վատ բան է, ինչ վատ բաների մեջ է, նայիր թե Աստված ինչքան լավ բան կարա սարքի իրանից։ Եվ ուրախացիր դրանով, եւ Աստծուն փառք տուր։ Երկրորդը սիրելներ, որ պիտի նայենք, ուրեմն երկրորդը գրված է Փիլիպպեցիների առաջի գլխի 18-րդ համարում։ Ուրեմն ինչն է մեր ուրախությունը, նրանց Քրիստոս քարոզելու ուրախությունը։ Մարդիկ, որոնք Քրիստոս են քարոզում, նրանք ովքեր որ Հիսուսի ճշմարտություններն են քարոզում, մարդիկ կան, որ Քրիստոսի մասին են քարոզում, Քրիստոսի նկարագիրն են քարոզում, բայց մարդիկ կան, որ անձամբ Քրիստոսին են քարոզում։ Զգում եք տարբերությունը որն է։ Ես կարող եմ լավ ինչ-որ մեկի մասին նկարագրել, բայց երբ որ ես անձնապես եմ ճանաչում նրան, ես սկսում եմ նրան նկարագրել։ Չեմ ասում իմ Աստվածը գեղեցիկ աչքեր ունի, ինչ որտեղ ես ասեմ իմ Հիսուս, ինչքան գեղեցիկ ես դու, ինչքան հրաշալի ես դու, դա գալիս է քո անձնական ճանաչողությունից, եւ տեսեք ինչ է ասում Փիլիպպեցիների 1:18, բայց ինչ կերպով էլ որ լինի, թե պատճառանքով կամ թե ճշմարտությունով, Քրիստոս է քարոզվում, եւ սրա համար ուրախ եմ եւ ուրախ էլ կլինեմ, երբեք չեմ տրտմի, երբ որ իմ Հիսուսի մասին է քարոզվում, երբեք չեմ արգելի, երբ որ իմ Հիսուսի մասին է քարոզվում։ Գիտեք, այսպիսի մի բան, մենք սովոր ենք միշտ լսել այն, ինչ որ մենք ուզում ենք լսել, մենք դա կասեինք, մենք այդպես կասեինք, բայց երբեմն պետք է լսենք այնպիսի բաներ, որ մարդիկ խոսում են իրենց անձնական փորձառությունից, որը հենված է աստվածաշնչյան ճշմարտության վրա, ոչ թե մարդիկ, որոնք կարող են ամեն ինչ խոսել, ցույց տալով, որ տեսեք, ես ինչքան հասել եմ։ Այսինքն մարդիկ կան, որոնք քարոզելու ժամանակ իրենց են քարոզում եւ ոչ թե Քրիստոսին։ Մենք սրա մասին շատ ենք խոսել։ Երբեք եկեղեցին մի քարոզեք։ Ինչ լավ եկեղեցի ունենք։ Քարոզեք ինչ լավ Հիսուս ունեմ։ Իմ Աստվածը կյանք փոխող Աստված է, հրաշագործ Աստված է, զորավոր Աստված է, նա ամեն բանի վրա տիրակալ Աստված է։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, Պողոս առաքյալը կարող էր այդ ուրախությամբ համակված կարող էր ասել, որ ես ուրախանում եմ Քրիստոսին քարոզելուց։ Ես հրաշալիքն եմ տեսնում դրա։ Ես տեսնում եմ, որ ինչքան մարդիկ կարիք ունեն փրկության։ Եվ որոշ եկեղեցիներ այն ժամանակ 17 թվին, որ պետք է սկսենք եկեղեցին, մեր այս եկեղեցին, ես միշտ այսպիսի մտավախություն եմ ունեցել, որ ինչու են մարդիկ եկեղեցիները որոշում են եկեղեցի սկսեն, որովհետև երբեմն եկեղեցիները սկսվում են ուրիշ եկեղեցիների անդամների հաշվին։ Բայց եկեղեցին պետք է ստեղծվի, ծնվի, շինվի, այդ կառույցը պետք է լինի անապաշխարների ապաշխարության փոխելու նպատակով։ Մարդիկ, որ գան եւ Քրիստոսին ճանաչեն, այս բանը կարող անել միայն նա, ով ճանաչում է Քրիստոսին, սիրելներ։ Հռոմեացիների առաջի գլուխ 14 մինչև 16 համարներ այսպես ասում. որովհետև ես հույներին, բարբարոսներին, իմաստուններին, անմիտներին էլ պարտական եմ, խոսքը Քրիստոս քարոզելն է։ Ինչպես իմով ինքս ինձնով հոժար եմ ձեզ էլ, որ հռովի մեջ եք ավետարանը քարոզել, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորություն է փրկելու համար ամեն հավատացողին, առաջ հրեային, հետո հույնին։ Առաքյալը կարող էր ասել, ես ինքս ինքնակամ մտել եմ այս պաշտոնի մեջ, այս ծառայության մեջ, հասկանալով եւ անելու այն, ինչի համար որ ես կանչված եմ, լինի նա հույն, հրյա, ծառա, ազատ, հեթանոս, ով ուզում է լինի, անգամ բարբարոսներին Քրիստոսի ավետարանը քարոզելու պարտավոր եմ։ Եվ շարունակությունը ինձ հիացնում է, ինչ ասում ինքը, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Ես իմ կյանքը ամոթ եմ համարում, բայց Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Ես ինձ սխալ եմ համարում, բայց Աստծուն ճշմարիտ եմ համարում։
Գիտեք, որոշ մարդիկ ավետարանը քարոզելուց շաղախում են իրանց հետ, մտածելով, որ իրանք այնքան վատ են, այնքան տկար են, որ չեն կարող Հիսուսի մասին խոսել։ Սիրելիներս, Հիսուսի մասին խոսելը Հիսուսի մասին խոսել է, ոչ թե իմ մասին խոսել է։ Ամեն ինչ նկարագրում է Քրիստոսին։ Ես չեմ քաջալերում, որ մենք տկարությունների մեջ ապրենք եւ այդպես, որ ասում է արժան չարժան, այսպես առատ խոսենք, Հիսուսը բան, մեկը կասի, եթե քո կյանքը չի փոխվել։ Բա դու ո՞նց ես իմ կյանքը ուզում փոխես։ Եվ եկեք իրականում ոչ թե մեր խոսքերը միայն լինեն, այլ այդ խոսքերի հետևում մեր տկարություններին անգամ նայելուց, ասենք Տեր, ինձ ուժ տուր, զորություն տուր, որ իմ կյանքը փոխվի եւ այդ ավետարանը իրական դառնա։ Առաքյալը կարող էր ասել, ես մեղավորների գլուխն եմ։ Հիշում եք Պողոս առաքյալը իր անձի նսեմացման զգացողության մեջ, իր ոչնչությունը տեսնելու մեջ կարող էր ասել, ես մեղավորների գլուխն եմ։ Եթե պարծենամ, ինչով կպարծենամ, իմ տկարությունով կպարծենամ։ Իմ տկարությունը կասեմ, Տեր, մի բան, որ շատ ունեմ։ Գիտեք, մարդիկ պարծենում են մի բանը, որ շատ ունեն, չէ՞։ Գիտեք առաքյալն ինչ կասեր, ինչը շատ ունի, տկարություն։ Ոչինչ լինել շատ ունեմ, անհաջողակ լինել շատ ունեմ, քեզ թշնամի լինել շատ ունեմ, ես կարող եմ պարծել, սրանով պիտի եթե ասեմ մի բան, որ ես շատ ունեմ, առատ եմ, հարուստ եմ, ես ունեմ, մեղքերով ես հարուստ եմ, շատ մեղքեր ունեմ։ Դրա համար առաքյալը կարող էր ասել, որ ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Ինչու, որովհետև իմ կյանքը մարդկանց կյանք փոխելու զորություն չունի, բայց շարունակության մեջ ինչ է ասում, որովհետև Աստծո զորություն է փրկելու համար ամեն հավատացողին, առաջերյային հետո հույնին։ Խոսքը Աստծո ավետարանը զորություն ունի մարդկային կյանքեր փոխելու, փրկելու կորածին։ Ամեն։ Ուրեմն Քրիստոսի ավետարանը դիր ամենաբարձր տեղում քո կյանքի մեջ։ Այդ խոսքը, այդ ճշմարտությունը մի շաղախիր քեզանով, մի նայիր քո տկարությանը, դու տկարանաս, ավետարանը չի տկարանա։ Դու մեղքի մեջ էլ ընկնես, դժվարությունների խնդրի մեջ էլ ընկնես, խոսքը իր զորությունը չի կորցնում, սիրելներ։ Խոսքը շարունակում է մնալ խոսք, որտեղ այն ամեն ինչ որ Աստծո բերանից է դուրս եկել, նա ուղարկվում է երկիր, կատարում է հոր կամքը, ամբողջական, եւ հետո վերադառնում է նորից իրեն։ Ինչ ասելու, կատարվեց։ Այս էր ճշմարտությունը, Հիսուսը որպես Աստծո խոսք, եկավ երկիր, կատարեց հոր ամբողջական կամքը, վերադարձավ նորից հոր մոտ եւ ինչ ասեց, կատարվեց։ Հալելույա։ Երրորդը գնանք առաջ, ինչի համար կարող էր առաքյալը այդքան ուրախ լինել։ Հավատքի մեջ ուրախություն։ Ինքը կարող էր ուրախ լինել եւ քաջալերել մարդկանց, ուրախ եղեք, որ դուք հավատքի մեջ մարդիկ եք։ Ես շատ եմ նկատում, որոշ մարդիկ տխրադեմ են այսպես դեմքը իրենց, շատ մի տեսակ բան է, երբ որ նայում ես ասում ես, գիտես, քո դեմքին նայելուց հեչ չես ասի, որ դու հույս ունես, հեչ չես ասի, որ հնարավորություն կա փոխվելու։ Մարդիկ երբեմն այնպիսի դեմք են ընդունում, որ ասում ես, կարծես որ մեկը ասում է Հիսուսը հարություն չի առել։ Բայց ճշմարտությունը այլ բան է, սիրելիներ։ Նայեք ինչ է ասում։ Փիլիպպեսների 1:25-ում առաքյալը ասում էր. Ես հաստատ համոզված եմ եւ սա գիտեմ, որ կկենամ եւ կմնամ ձեր ամենքի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինեք հավատքով։ Հալելույա։ Զարգանաք եւ ուրախ լինեք հավատքի մեջ։ Դուք ուրախ եք ձեր հավատքի համար։ Որոշ մարդիկ ասում են, դե ինչ տարբերություն, հավատքը հավատք է, հիմա իսլամը լինեի, կամ չգիտեմ, բուդդիստը լինեի, չգիտեմ ինչեր անեի, չէ։ Գիտեք, սիրելներ, ուրիշ ոչ մի կրոնի կամ հավատքի մեջ փրկություն, ուրախություն չկա։ Չկա, միայն Քրիստոսի մեջ։ Միայն Տեր Հիսուսին հավատացողների մեջ է դա։ Ուրիշ ոչ մեկը չի կարող քո հոգևոր խաղաղությունը տալ քեզ։ Այն որ Հիսուսն է տալիս, ոչ մեկը չի կարող տալ։ Այն սերը, նվիրական կյանքը, այն ամբողջականությունը, որ Աստված արձակում է մեր կյանքի մեջ, ուրիշ ոչ մեկ չի կարող տալ։ Եվ ինչ որ Աստված տալիս է, մեզ համար ուրախություն է։ Ամեն։ Ուրեմն մենք կարիք ունենք Տիրոջ ասել, Տեր, իմ հավատքի մեջ իմ ուրախությունը շատացրու, որ ես էլ կարողանամ ուրախ լինեմ, որ ես հավատացել եմ քեզ։ Կարող ենք տրտմել, հնարավոր է որ տրտմենք։ Հնարավոր է, չէ՞։ Երբ ենք տրտմում, երբ որ մեր ուզածը Աստված չի տալիս։ Տեր Աստված, ես չտվեցիր ինձ, հիմա ես տխուր եմ։ Ուզում ես 4 անգամ ավել տխուր եղիր։
Աստված խղճահարության չի մատնվում։ Աստված ասում է, ես գիտեմ քո ժամը, գիտեմ քեզ տալու ուրախություն ես, գիտեմ երբ որ դու պատրաստ ես, գիտեմ երբ որ դու ներսում ես, գիտեմ երբ որ դու ծածկված ես, երբ որ դու ապահովության մեջ ես, ուրախությունդ անշուշտ պետք է երևա։ Ղուկաս ավետարանի մեջ անգամ Տեր Հիսուսի մասին է այսպես գրված, սիրելիներ, եւ Հիսուսը զարգանում էր իմաստությունով եւ հասակով, շնորհք գտնելով Աստծո եւ մարդկանց մոտ։ Առաքյալը Փիլիպեցիներին ասում էր, որ ես ուզում եմ, որ դուք զարգանաք, ձեր կողքը կլինեն, որ դուք զարգանաք եւ ուրախության մեջ առաջ գնաք ձեր հավատքի համար։ Եվ տեսնում եք ինչքան կարեւոր է զարգացումը։ Ինչու մարդիկ ուրախ չեն հավատքի մեջ, որտեվ չեն զարգանում։ Որտեվ հարաբերությունը չի փոխվում դեպի դրականը։ Որովհետև ճանաչել Հիսուսին չի նշանակում տեղյակ լինել նրա մասին։ Ճանաչել Հիսուսին նշանակում է նրա հետ ճանապարհ անցնել, նրան հայտնաբերել տարբեր փորձությունների ժամանակ, հայտնաբերել նրա բնավորությունը, հայտնաբերել նրա ճաշակը, նրա սրտի ուզածը, գիտակցել թե ինչ ինքը կուզի եւ ինչ ինքը չի ուզի։ Ահա թե ինչը կարող է մեզ բերել զարգացման։ Հետ նայեք 1 տարի առաջ, աճել եք հավատքի մեջ։ Մենք կարող ենք ասել, այո, հաճել ենք հավատքի մեջ։ Դա ընդհանրական վերնագիրն է։ Եկեք հիմա կարդանք տողերը, ինչա գրված է տեղ։ Արդյոք ավելի ժամանակդ ավելացել է Աստծուն նվիրելու։ Արդյոք Սուրբ գրքի ընթերցանությունը ավելացել է։ Արդյոք աղոթքդ ավելացել է եւ արդյոք աղոթքդ փոխվել է։ Արդյոք երկրպագությունդ ավելի է շատացել։ Արդյոք ախորժակդ ավելի է գրգռվում, երբ որ առիթ կա Քրիստոսի հետ, ժողովրդի հետ, Աստծո որդիների հետ հանդիպելու։ Այդ տողերը մեզ բերում են մտահոգությունների։ Եթե այո, ուրեմն աճել ենք, զարգացել ենք։ Իսկ եթե ոչ, կարիք ունենք ասելու, որ Տեր ինձ օգնիր, որ ես զարգանամ։ Զարգանամ։ Որ միտքս, ապրումներս, իմ կյանքը զարգանա եւ նմանվի քեզ։ Գնանք 4-րդը։ Ինչ կարող էր 4-րդը լինել մեր սիրելի Պողոս եղբոր ուրախությունը ուղված Փիլիպեցիներին։ Ուրախություն տեսնելով քրիստոնյաներին եղբայրական միասնության մեջ։ Միասնականության մեջ ուրախություն կա։ Հիսուսը մի բան էր ասում էր մի տուն, որ իրար մեջ բաժանված է, չի կարող մնալ։ Չի կարող մեկ տարածության մեջ 50 կամ 100 թագավոր ապրեն։ Չի կարող անհաշտություն լինել սրտերի մեջ եւ մարդիկ որոշեն այդպես ապրեն եւ դա հրաշալի է եւ Տերն է այդպես ուզում։ Չի կարող այդպես լինել։ Կա միաբանություն, որը ոչ թե գաղափարն է միաբանում, այլ ներքին ապրումն է, ներքին համոզումն է միաբանում։ Ես եւ դուք շատ տարբեր ենք իրարից, ճիշտ է թե չէ։ Դուք ավելի սիրուն եք, քան մենք կարող ենք շատ բանում տարբեր լինել։ Երբեմն մենք նայում ենք ասում ենք, մենք չենք կարող իր հետ միաբանվենք։ Գիտեք ինչա մի հատ գաղափար էր տարբեր։ Ուրեմն ուրիշ բան չկար ձեզ միաբանելու։ Եկեք նայենք ինչքանով ենք իրար նման, ինչքանով ենք իրար հետ նույնը, ինչքանով ենք իրար հետ համաձայն։ Երբեմն մարդիկ ամբողջ մի կյանք համաձայն են մի հատ հարցի համար, համաձայն չեն, ամեն ինչ քանդվում է։ Եկեք նայենք ինչով ենք համախմբված, ինչն է մեզ բերում միասնականության։ Սիրելիներ, հիշեք, Մոլլա Նասրադինի պատմությունը գիտեք, որ գալիս են իր հետ վիճաբանության, ասի պատում է իր պատմությունը, ասում հա դու ճիշտ ես, այն մյուսն է պատում, ասում հա դու ես ճիշտ։ Կողքից մեկն ասում ասում լսի, ասում չի կարող երկու ճիշտ լինել, ասում դու ես ճիշտ։ Երբեմն մենք այդպես ենք անում, սաղ ճիշտ են, բայց ես տխուր լուր ունեմ։ Տխուր լուր, որի համար էլ կարելի է ուրախանալ։ Մենք մարդ ենք եւ բոլորս էլ վերջում սխալ ենք։ Բայց գիտենք, որ մեկը կա, որ ճշմարտությունն է։ Նա է, որ մեզ միասնական է դարձնում։ Գիտեք, 133 Սաղմոսի մեջ 1-ից 3 համասկենտ 3 համարներ են ընդհանուր, այսպես էր ասում. որքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրները, քույրերն էլ իրար հետ մեկտեղ բնակվում են։ Սա ապրելն է, սա իրար հետ ժամանակ եւ կյանք դնելն է։ Որ բնակվում են մեկտեղ, այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի, այսինքն Ահարոն, սա մեծ քահանայի մասին է խոսքը, մորուքի վրայից իջնում է մինչև նրա հանդերձի ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ վար է գալիս Սիոնի սարերի վրա, որովհետև Տերը այնտեղ հաստատեց օրհնություն եւ կյանք մինչև հավիտյան։ Միաբանության մեջ օրհնություն կա։ Կարող է շատ հարցերի մեջ տարաձայնություն կա, բայց եկեք միաբանվենք
Սա է ուզում առաքյալն ասի։ Միաբանվենք, օրհնությունը կգա։ Միաբանվենք, տեսնենք շատ լավ այս հարցը, այն հարցը, տես, փաստորեն մենք շատ բաներով ենք իրար նման մտածում, շատ բաներով ենք իրար կողք, բայց մեկ բան կարող է մեզ տարաձայնության բերի։ Ուրեմն սիրելիներ, չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան սերտ ընտանիքը կամ եկեղեցին, որի անդամները միավորված են միմյանց մեջ, քանի որ միավորված են Հիսուսի մեջ։ Եթե մենք Հիսուսի մեջ միաբան ենք, իրար հետ միաբան կարող ենք լինել։ Ամեն։ Դուք ուրախ եք։ Գնանք 5-րդը, առաքյալը մեկ այլ ուրախություն պետք է ասի։ Հաջորդ ուրախությունը սա է. Քրիստոսով տառապանքի ուրախությունը։ Մի քիչ ավելի լավ բան չկար։ Քրիստոսով օրհնվելու ուրախությունը լիներ։ Սիրելիներ, հավատացնում եմ ձեզ, այն մարդիկ, որոնք որ տառապանքների մեջ միջով անցնում են, նրանց որակը ուրիշ որակ է։ Համաձայն եք ինձ հետ։ Ասում են, որ մարգարիտները այդ խխունջի տառապանքի արդյունք են։ Նրանք շատ են ցավ քաշում, մինչև այդ ավազահատիկը սարքում են մարգարիտ։ Դա իրանց տրտմեցնում է, դա իրանց կոմֆորտից չի, դա իրանք այդպես են ստեղծված, որպեսզի թանկարժեք բան դուրս գա քեզնից, պետք է ինչ լինի, շատ ճզմվի։ Քրիստոնյաներս այդպես ենք, սիրելներ։ Ինչքան նեղությունից անցնում ենք, ինչքան դժվարությունից, տկարությունից, խնդիրներից անցնում ենք, այդքան մեր արժեքը բարձրանում է։ Գիտեք, շատ օրինակ յուղեր կան, որ արտադրում են, չէ՞, կենցաղային մեր ուտելիքի մեջ, որ յուղեր լցնում ենք, ձեթ որ ասում ենք։ Այդ ձեթերի շատ են արտադրում։ Որոշները վերցնում են մի անգամից ճզում են, ինչ որ բաներ հավելումներ ավելացնում դնում են, բայց կան ձեթեր կամ այդ յուղերը, որ ասում են, կան, որոնց վրա երկար աշխատանք է լինում, որոնք շատ են ճզմում եւ մնում է դրանք երկար ժամանակով միջև ամբողջ ներսից այդ իրանց հյութը դուրս գա։ Եվ մի մարդ էսպես էր ասում, քրիստոնյան նման է գնդակի, ինչքան ուժեղ խփես գետին, այնքան ավելի բարձր կթռնի։ Եվ սա եղավ պատճառը, որ մարդիկ մտածեցին, քրիստոնեությունը կվերջանա հեսա, կվերջանա, վերջ, կճզմենք, 12 հոգի չի եղածը, մեր մերի 12 հոգու սպանելն ինչ մի դժվար բան է, 12-ին սպանեցին, մնացած 500-ը սկսեցին աշխատել, 500-ին ուզեցին սպանեն, հազարները սկսեցին աշխատել։ Որտեվ եթե մենք գերի կամ տկար ենք, Աստծո խոսքը գերի կամ տկար չէ։ Հալելույա։ Ուրեմն սիրելիներ, ասում է Փիլիպպեցիներ 2:17, թեև ընծայվեմ ձեր հավատքի պատարագին եւ պաշտամունքի վրա ուրախ եմ եւ ձեր ամենքի հետ ուրախանում եմ։ Այսինքն, եթե ես իմ կյանքը զոհաբերեմ, այնքանով որ իմանամ, որ դու դրանից շահ ունես, այնքանով որ իմանամ, որ դրանից հետո ավետարանը կհաջողվի, ես տառապանք քաշեմ Հիսուսի անվան համար, էլի ուրախ պետք է լինեմ։ Ես տեսել եմ, գիտեմ մարդկանց սիրելիներս, մարդիկ կան, որոնք որ գնացել են, օրինակ կինեմատոգրաֆիայի մեջ գնացել, ասել են մենք ուզում ենք դերասան լինենք, ասել են դուք պետք է այս բաները պիտի ընդունեք։ Որոշ մարդիկ, որ մտել են, ուզել են մտնել երկի ասպարեզ, իրենց համար այդպիսի խոսք ա եղել, ասել են դուք պետք է սատանիզմ ընդունեք, դուք պետք է ընդունեք այսինչ կրոնը, այսինչ են ինչը բան պիտի այսպես ընդունեք եւ դուք պետք է հատուկ ռիտուալ անցնեք, որ ձեզ պետք է ընծայեք։ Դուք ձեզ պետք է նվիրեք եւ դուք չեք որոշելու դուք ինչ ուզեք անեք, պրոդյուսեր չեք ունենալու, մենք ենք որոշելու դուք ինչ անեք։ Մենք պետք է ձեր համար համերգ կազմակերպենք, մենք ձեր ֆինանսները կտանք եւ ենել ճոխ։ Եկեք այսօր նայեք, երկի ասպարեզում դուք ինչ եք տաղանդ եք տեսնում։ Դուք ընծայվածներ եք տեսնում։ Մարդիկ, որոնք զոհաբերել են իրենց ուղակի ֆինանսի համար եւ դուք իրանց չեք ասի, որ իրանք տաղանդավոր մարդիկ են։ Նրանք այսպես կանգնեն երգեն, մեր երջախումբը իրանցից 100 գլուխ լավ կերգի։ Բայց այդ մարդկանց ձայները սարքած ամեն ինչ արածա, սատանային պետք են մարդիկ, որոնց որ կարելի է կեղծել, ցուցադրել, որ իրանք իբր են, բայց իրականում իրանք չեն։ Բայց քրիստոնեության մեջ կեղծիք չկա, անկեղծություն կա, զոհաբերություն կա։ Ամեն։ Եվ մենք որքան ուրախ ենք, որ մեր Տեր Հիսուսը դա արեց մեզ համար։ Ուզում եմ մի խոսք կարդալ 2 Կորինթացիներին 11-րդ գլուխ 24 մինչև 33-ը։ Հրյաներից 5 անգամ 40-ից 1 պակաս ծեծ կերա։ Խոսում է առաքյալը, Պողոս առաքյալը։ Հրյաները իրան ծեծում էին, գիտեք ինչու 40-ից 1 պակաս, այսինքն 39 հատ հարված են խփում։ Ինչու։ Որովհետև օրենքի մեջ ասում էր, երբ որ մեկին,
որ համարում էին արդեն ինքը խենթ է եւ իրան ընդհանրապես կարելի ասել այդ 40 անգամ պիտի հարվածեն եւ դրանով վերջանար օրենքի սահմանը 40-ն էր, այլևս իրան պիտի չկպնեն։ Իրանք խփում էին, հաշվում էին, որ էլի առիթ ունենան եւս 39 հատ ծեծեն, հետո էլի առիթ ունենան, էլի 39 անգամ ծեծեն իրան։ Պատկերացնեք սատանան ինչքան կատաղած է, որ քո կյանքը ուզում է կործանի, քեզ ուզում է նեղության մեջ, ցավի մեջ բռնի։ Եվ գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, այն մարդիկ, ովքեր որ ավետարանի համար իրանց կյանքը դրեցին, այսօր մենք այդ նույն ավետարանը փափուկ աթոռների վրա ենք լսում։ Լավ պայմաններում ենք լսում, հով, լուսավոր, գեղեցիկ երաժշտությամբ, հրաշալի կատարումներ, բայց հիշեք, առաքյալը այդպիսի բան արեց, ինչ է ասում, 3 անգամ ձախքով ծեծ կերա, 1 անգամ քարկոծվեցի, 3 անգամ նավակոծության ենթարկվեցի, մի ցերեկ եւ մի գիշեր անդունդում մնացի, շատ անգամ ճանապարհներում, գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգից վտանգներ, հեթանոսից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրերից վտանգներ, ջանքի մեջ եւ աշխատանքի մեջ, շատ անգամ արթնությունների մեջ եւ սովի ու ծարավի մեջ, շատ անգամ ծոմերի մեջ, ցրտի եւ մերկության մեջ, բայց արտաքին նեղությունները ինձ վրա հավաքվում էին ամեն օր նաև գումարվելով կամ ավելանալով եկեղեցու հոգսը, ով կտկարանա եւ ես չեմ տկարանա, ով կգայթակղվի, ես չեմ բորբոքվի, եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությունով կպարծենամ, Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտե, որ սուտ չեմ ասում, Դամասկոսում Արետա թագավորի ազգապետը դամասկացիների քաղաքում պահապաններ էր դրել, որ ինձ բռնեն, եւ ես պատուհանից քթոցով կամ զամբյուղով կախված Պարիսպից դուրս ելա եւ փախա նրա ձեռքից։ Ինչու փախա, որ գնամ նորից Քրիստոսը քարոզեմ։ Այսքան բան մեր հետ լինի, 5000 մահով մեռած պիտի լինեինք։ Ահա տեսնում եք մարդ, որը Քրիստոսի սիրով լցված է, ով կգայթակղվի, ես չէ։ Այսօր մի հատ բան ես ասում եք, գայթակղվեցի։ Այդքան հեշտ։ Ինչքան խորն է քո Աստված ճանաչողությունը, այնքան հեռու է քեզնից այդ տեսակ երևույթը։ Ամեն։ Ահա այդպես կարող էր առաքյալ ասել։ 6-րդը նայենք, ինչն էր ուրախացնում մեր սիրելի Պողոս եղբորը, սիրելիների հետ հանդիպման ուրախությունը։ Դուք ուրախ եք ձեր սիրելիներին տեսնելու։ Ոչ միայն ստեղ, ընդեղ ենք տեսնելու մեր սիրելիներին, որտեվ գիտենք, որ Աստված ողորմության ու շնորհքի Աստված է։ Խոսքս հասկանում եք ինչ ի նկատի ունեմ։ Փիլիպպեսների 2-րդ գլուխ 25 եւ 28 համարները ասում է. Միայն հարկավոր համարեցի, որ Եփապրադիտոս եղբորը, գործիս եւ զինվորությանս ընկերը, այն ձեր առաքյալին եւ իմ պետք լինող բաների պաշտոնյային ուղարկեմ ձեզ մոտ եւ 28 համարը ուրեմն ավելի շտապելով ուղարկեցի նրան, որ տեսնելով նրան դարձյալ ուրախ լինեք եւ ես էլ առանց տրտմության լինեմ։ Երբ որ ձեր սիրելին տեսնում եք, շատ եք ուրախանում։ Մամաս որ թեկոս գիտեք հիմա որ շատ այդպես բան չէ, զանգով բան շատ ենք խոսում, բայց 7 տարի չէի տեսել մամային, ընտանիքիս, այսինքն բոլորի մենակ մամային չէ, բայց այնպես մի թատրոն սարքեցի կոպիտ ասած, երբ որ տեսավ ինքը ինձ այսպես ֆիզիկապես կանգնած, ծնկերը դողում էր, հազիվ կանգնում էր, եւ ես իրան ձեռքերից բռնեցի, իրան փաթաթվեցինք, ուրիշ բանա որ դու հերվից հեռու, բայց ուրիշ է, երբ որ տեսնում ես քո սիրելիին, դա քո մեջ մի ուրիշ զգացում է առաջ բերում։ Հավատացնում եմ սիրելներ, բոլոր նրանք, ովքեր որ մեր կյանքի համար սիրելի եւ հրաշալի մարդիկ են, մենք միշտ կուզենք իրանց տեսնենք։ Անցանկալի մարդիկ էլ որ շատ կան։ Բայց առաքյալն ասում էր, որ սիրելներին տեսնել այդ հանդիպումը ինձ ուրախություն է պատճառելու։ 7-րդը մոտենում եմ ավարտին, քրիստոնեական հյուրընկալության ուրախություն։ Քրիստոնեական հյուրընկալություն։ Աստծո խոսքն ասում է, որոշ մարդիկ հրեշտակներ ընդունեցին առանց իմանալու։ Դու կարող ես մեկին դուռը բացես, տեսնես արտակ եղբայրն է կանգնած, կանչես ներս, վայ արտակ եղբայր ջան, ինչքան ուրախ եմ, որ այստեղ ես, համեցեք մեր տուն, չէ՞։ Եվ հյուրասիրում ես իրան, չեմ ասում այդպիսի բան եղել է կամ այդպես կարա լինի, այսինքն կարա լինի, հնարավոր է լինի, բայց թույլ տանք մի փոքր ավելի մեզ լայն մտածելու։ Ես ունեցել եմ այդպիսի պահեր, ձեզ քիչ հետո ավելի կպատմեմ սրա մասին։ Ոչ ես դա բանը ծառայությանը։
Հետո հրավիրում ես իրան, հյուրասիրում ես, բան ամեն ինչ, մեկ ասում ես շատ լավ, դուրս ես գալի արդեն մեկ է որ պետք է մեկ դնես չկա։ Ինչ եղավ։ Դու հրեշտակի պես ընդունեցիր, հրեշտակ ընդունեցիր առանց իմանալու։ Ես շատ եմ լսել այդպիսի վկայություններ, թույլ տվեք ասեմ, այդպես ավելի լավ, որ միտքներդ հետո ի վրա չընկնի, հետո ինձ չդատապարտեք։ Իրականում այսպիսի բան կա, որոշ մարդիկ գալիս են մեր կյանքի մեջ եւ այնքան արագ են հեռանում։ Մտածում ես, լավ էս ուր էր, ով էր։ Ես լսել եմ, տեսել եմ մարդկանց, որոնք ասում են, այսինչ մարդը ինձ ձայն տվեց, ես տեսել եմ, ինձ ձայն ա տվել, որ այս բանը սենց արա, գնում ասեմ, ինչի տենց ասի, ասում ես, քեզ բան չեմ ասել։ Աստված օգտագործում այդ առիթները եւ մենք կարող ենք այդպես հյուրընկալության բաներ, բայց խոսքը այստեղ մեկ այլ հյուրընկալության մասին է։ Ասում է 2:29 ասում է. «Արդ ընդունեցեք նրան Տիրոջ մեջ ամեն ուրախությունով եւ այնպիսիներին պատվական համարեք»։ Ընդունեցեք Տիրոջ մեջ, ընդունեցեք Աստծո մեջ ուրախությունով։ Եթե մեկին պատվում եք, ուրախությամբ պատվեք։ Հոգսաշատ մի դարձեք իրան պատվելու համար։ Եվ կան տներ, որոնք որ բաց դռներ են, բայց սրտները փակ։ Ես եւ Կարինեն տարիներ առաջ միտեղ գնացինք, չգիտեմ պատմած լինեմ ձեզ թե չէ, թերևս շատ շուտ բաներ պատմություն է։ Մի տուն գնացինք, մեզ հրավիրել են, որտեղ իրանց ամուսիններ էին, ամուսիններից ուրեմն կին ամուսնուն բերում էր աղոթքի եւ Աստված հրաշք արեց, նրանց տան մեջ փոփոխություն տեղի ունեցավ։ Կինը միշտ վախենում էր, ասում էր ես ամեն ինչ որ սուր կտրող ծակող գործիքներ կա, ամեն ինչ հավաքել եմ տնից, որովհետև անկառավարելի մարդ է այս մարդը։ Ասում կարող ասես խելոք նստած եմ, եկել դանակը առնի ընկնի հետևներից ես։ Սա խառնվել էր, երբ որ աղոթեցինք, ես ինքս եմ ներկա եղել, ես ինքս եմ աղոթել իր համար։ Աթոռի վրա նստած էր, ոտքերը ծալվեց, սկսեց մի խայտառակ ձևի մռնչալ, գլուխը իր, ինքը փոքրամարմին մեկն էր, համ հասակն էր փոքր, համ մարմինը։ Չամի չենք ասում ինչ։ Գլուխը մոտարապես 3 անգամ մեծացավ։ Եվ այն աստիճանի կարմրեց, ես մտածեցի հիմա կպայթի։ Եվ ոտքերը ծալեց եւ սկսեց փրփրել եւ խայտառակ մի բան տեղի ունեցավ եւ շատ խորը ազատագրում տեղի ունեցավ եւ սկսեց փրփուրներ գալ իր քթից բերանից եւ մռնչում էր մի ոռնալով այն խայտառակ ձևի, մինչեւ որ աղոթեցինք, խաղաղվեց, նորից ամեն ինչ եկավ եւ որոշեցին մեզ հրավիրեն իրանց տուն։ Գնացինք իրանց տուն, նստանք, մի հատ սեղան են գցել հրաշալի, գեղեցիկ, մտել ենք տուն, գիտեք ինչա, ոնց որ ինչ որ մեկը այսպես դանակ դրացել է այստեղից։ Չեմ կարող հյուրասիրություն ընդունեմ։ Նայում եմ Կարինեին, ուզում հասկանամ մենք ճիշտ ենք զգում, ես նույն բանն ենք զգում, սս նայում եմ սենց անում։ Հետո կանչեցի իրան, ասի ի՞նչ է կատարվում ասի ձեր տան մեջ։ Չէ, լավ է, բան արտակախվի, հյուրասիրվեք, բան այս կողմին կողմ կինը, հեսա ես բան կբերեմ, չգիտեմ ես ինչն եմ բերում, այն ինչն եմ բերում, հələ բան է բերում։ Հանկարծ Աստված կարելի ասել այդ վարագույրը քաշեց մի կողմ։ Եվ մի հատ խոսք, որ իրան ասեցի, կներեք չեմ ասելու, խայտառակ ձևի սկսեց նյարդայնանալ, այդ նորից էլի այդ դիվային ազդեցությամբ եւ մի խոսքով շատ վատ բան դրսևորում ունեցավ։ Եվ հետո կինը ընդեղից վազելով եկավ, ու սկսեցին իրար հետ լացել ու վերջապես ու սկսեցինք իրանց համար աղոթել։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, մոտ 15-20 րոպե աղոթքից հետո այդ դանակը ստեղից գնաց։ Եվ իրանց հյուրասիրությունը ընդունեցինք եւ ինչքան հետաքրքիր էր, եւ մենք ուրախանում ենք նրանց համար, որտեվ գտնում ենք, որ այն ամեն ինչ որ մենք արեցինք Քրիստոսի միջոցով արեցինք, եւ այդ ուրախությունը դա հրաշալի մի օրհնություն էր, որ ինքը իրանց հյուրասիրությունից մենք նոր կկարողանայինք օգտվենք։ Ուրեմն սիրելիներս, գնանք 8-րդը։ Առաքյալը ինչի համար կարող էր ուրախ լինել։ Փիլիպպեցիների 3-րդ գլուխ առաջին խոսքը։ Նա կարող էր Քրիստոսում ունեցած ուրախությունը տեսնել։ Դու ուրախ ես, որ Հիսուսին ունես։ Վստահ ես, որ ուրախ ես, որ Հիսուսին ունես։ Ես այնքանով եմ ես սրանում վստահ, որ ամեն անգամ Հիսուսի մասին խոսելուց ես չեմ կարող խոսել որևէ գաղափարի մասին, ես խոսում անձի մասին, որտեվ սիրում եմ իրան նայեմ խոսեմ։ Եվ իմ սիրտը ամեն անգամ երբ որ ես սպասում Հիսուսի վերադարձին, անցյալ կիրակի օրը սրա մասին ասեցի։ Մենք շատերս երկնքում չենք եղել, ոչ մեկս չենք եղել, բայց կարոտում ենք։ Կարոտում ենք, մի որոշ ժամանակ անցնում եք զգում ես ասում ախ Տեր ջան։ Երանի էլի մի հատ ցես, չէ, շուտ արի էլի։ Սրա համար հայտնության գիրք ասում է եւ հոգին ու հարցն ասում են ամեն, երկուրդ այն ամենը որ ասում են ուզում են ասեն հերիքա վերջ, համաձայն ենք, թող կատարվի, արի։ Այդպես ենք սպասում Տիրոջը։
Այսուհետև իմ եղբայրներ, ուրախ եղեք Տիրոջ մեջ, միևնույն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ ապահովություն է։ Ուրեմն սիրելներ, մենք տեսնում ենք, որ առաքյալն ասում է, որ ես ամեն անգամ կարող եմ ձեզ քաջալերել, բորբոքել ձեր մեջ, որ դուք Քրիստոսի մեջ ուրախություն ունենաք։ Մի բան սովոր դարձնենք մեզ համար, այսպես ասած, նշանաբան։ Դու Հիսուս ունես։ Հենց տեսնում ես մեկը սկսում է տրտմել, մի անգամից ինչ անես, ինչ պիտի ասես իրան։ Դու Հիսուս ունես։ Դու Հիսուս ունես։ Մի խառնեմ իրար։ Դու Հիսուս ունես։ Դու կարող ես շատ մարդ չունես, բայց Հիսուս ունես։ Շատ հնարավորություն չունես, բայց Հիսուս ունես։ Եթե Հիսուս ունես, ամեն բան ունես։ Ամեն։ Ահա թե ինչը կարող էր ուրախացնել։ Եվ 9-րդը նախավերջինը հաջորդը ուրախությունը, որ ասում է Փիլիպպեսների 4-րդ գլուխ 1-ի համար, ուրեմն իմ սիրելի եւ բաղձալի եղբայրներ, իմ ուրախությունը եւ իմ պսակը, այսպես հաստատ կացեք Տիրոջ մեջ, սիրելիներ, ուրիշներին Քրիստոսին առաջնորդելու ուրախությունը։ Դու ուրախ ես, որ ինչ-որ մեկին առաջնորդում ես։ Ես գիտեմ, որ դժվար բան է, որ մեկին բերում ես Քրիստոսին, բայց եկեք մի պահ մտածեք, քանի հոգի ես առաջնորդել Հիսուսին։ Քանի հոգի ես բերել իրան ծանոթացրել Հիսուսի հետ։ Իմ ամենասիրելի գործը, որ ես անում եմ, գիտեք որն է։ Մարդուն բերում եմ եւ ծանոթացնում եմ Հիսուսին, այդ մարդու ձեռքը դնում եմ Հիսուսի ձեռի մեջ ու ես հետ եմ քաշվում։ Մնացածը հոր ու տղու հարց է։ Մնացածը հեր ու աղջկա հարց է։ Ես չեմ կարող ամեն ինչում լինել քո առաջնորդը։ Չեմ կարող ամեն ինչում անել քո փոխարեն, դու պետք է դա անես անձնապես։ Ամեն։ Ուրեմն Փիլիպպեի քրիստոնյաները, սիրելիներ, Պողոսի ուրախությունը այդպես այդ կրանով էին ամբողջացնում, որ իրանք մնում էին Քրիստոսի մեջ։ Եվ վերջինը, որ ուզում եմ սրանով ավարտել, բեռ վերցնելու ուրախությունն է։ Դու կարող ես կողքով անցնել եւ տեսնել, որ մեկը շատ տրտմերես է, շատ մեծ, հոգսով, ցավով, դարդով, եւ Հակոբոսն ինչ էր ասում, եթե մեկին տեսնես, որ գալիս է եւ իրան տեսնես կարոտած, մերկ, չէ, սոված, իրան ինչ ասես, գնա խաղաղությամբ կեր, խմի, տաքացի, բայց իր ուզածը, իր կարիքը իրան չտաս, ինչ օգուտ է դրանից։ Ինչ օգուտ, որ մեր լեզուն խոսում է, խելքն էլ հասկանում է։ Բայց ինչքանով ենք բեռ կրում։ Սիրում եք բեռ կրել, թե չէ։ Սիրում եք բեռ կրել։ Եղբայրներից մեկը տարիներ առաջ մենք հովվական ծառայության մեջ իրար միշտ այդպես խոսում ենք, փոխանցում ենք, մեկը դու չեք սիրում, չէ՞, մի հոգի է մենակ սիրում բեռ կրել։ Մի օր սենց ասեց, այ ախպեր ասեց, դե մենք նույն ծառայությունների մեջ ենք, հովվական եւ ամբողջ այդ կարելի ասել եկեղեցական ծանրությունը բեռները մեզ վրա էր։ Մի օր ասեց, այ ախպեր ասեց, այնքան բեռա վրես լցվե, դարել եմ բեռնատար։ Ասում նայ, ուզենք չուզենք բեռնատար ենք, բա ինչ ենք։ Որտեղ ոչ միայն մեր կյանքը, այլ ուրիշների կյանքն ենք ապրում։ Եվ գիտեք, որ առաջնորդների կյանքը, հովիվների կյանքը կամ ծառայությունը, աշխատանքը այս երկրի մեջ ամենավտանգավոր եւ ծանրաբեռնված տասնյակի մեջ է մտնում։ Այս երկրի մեջ։ Ինչու որտեղ ասում են քեզ վստահված են մարդիկ եւ դու միայն քո կյանքը չես ապրում։ Դու կրում ես ուրիշի բեռները։ Էնպես որ սիրելիներս, պատրաստ եք բեռ կրելու, պատրաստ եք ինչ որ մեկին համբերելու, հանդուրժելու, հասցնելու միտեղ, որ իրան ասես ոչինչ, հելի կանգնի, վերջ, արդեն ահա, լավ արդեն, էսի ես կանեմ, ես քո համար ես, այդ մարդը կարողանա իրան թեթևը զգա։ Եթե մենք բեռ կրել չենք սովորում, Աստծո խոսքն ինչ է ասում, դա ճիշտ չի, ասում է իրարու բեռ կրեք եւ սրանով Քրիստոսի օրենքը կատարած կլինեք։ Իրար բեռներ կրեք։ Դա Աստված, որ մենք կարողանանք այդպես բեռ կրենք։ Եկեղեցու մեջ մի բեռ վերցրու քո վրա։ Չեմ ասում ծառայություն վերցրու, ասում եմ մի բեռ վերցրու։ Մի բան վերցրու քո վրա, որով դու կարողանաս Տիրոջ անունը փառավորես։ Եվ դա քեզ համար հրաշալի օրհնություն կլինի։ Մենք շատ ենք փախնում բեռներից, բայց Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ մենք կարող ենք Քրիստոսի նման լինել եւ այդ բեռը կրել։ Քրիստոսը մեր ամբողջ բեռը կրեց։ Հիմա ասենք ինքը Հիսուսն էր, մենք էլ մարդ ենք, այո, մենք մարդ ենք։ Եթե ինքը արեց, ես ու դու էլ կանենք։ Ամեն։ Ուրեմն այսպիսի 10 ուրախություններով առաքյալը կարող էր նկարագրել իր ներքին ապրումները, եւ եթե դուք չհասցրեցիք սա գրանցել ձեզ մոտ, լավ առիթ ունեք մի քանի օր հետո մեր page-ի վրա, եկեղեցու մեր YouTube-ի ալիքի վրա կտեսնեք եւ գրեք եւ տեսեք արդյոք դրանք ձեզ ուրախություն են պատճառում։ Եթե դուք ունեք ուրիշ ուրախություններ, կարող եք այդ լիստը շարունակել։ Կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Եվ մի փոքր սիրելիներ, ուզում եմ ձեզ առաջնորդեմ աղոթքի մեջ, ուզում եմ որ մենք լրջորեն հասկանանք ինչն է այսօր մեզ ուրախացնում։
Ինչն է ուրախացնում։ Ես ինչ որ խոսեցի առաքյալի քրիստոսակերպ կյանքի ուրախությունների մասին, բայց այսօր եկեք նայենք մեզ ինչն է ուրախացնում։ Մեզ ուրախացնում է այն ինչ որ մենք ենք ուզում, այն ինչ որ մեր համար է ուրախության առիթ, այդ ենք համարում, թե մեզ կարող է ուրախացնել այն ինչ որ Աստված է ուրախություն համարում։ Ինչ որ Աստվածաշունչն է մեզ ասում, որ դա մեր ուրախությունն է։ Եկեք խոնարհենք մեր գլուխները Տիրոջ առաջ։ Եվ սրտիդ խորքից, եթե դեռևս այս բաներով չես ուրախացել, ես արագ կթվարկեմ, բայց տես դրանք քեզ ուրախություն պատճառում են, թե ոչ։ Առաջին դա քո աղոթքն է ուրիշների համար։ Աղոթում ես ուրիշի համար եւ ուրախանում ես դրանցով։ Երկրորդը, ուրախություն, քանի որ նրանք քարոզում են Հիսուս Քրիստոսին։ Երրորդը, հավատքի մեջ ուրախություն։ Չորրորդը, ուրախություն տեսնելով քրիստոնյաների եղբայրական միասնությունը։ Հինգերորդը, Քրիստոսով տառապանքի ուրախություն, նեղությունների մեջ ուրախություն։ Եվ վեցերորդը, սիրելիների հետ հանդիպման ուրախություն։ Յոթերորդը, քրիստոնեական հյուրընկալության ուրախություն։ Ութը, մարդու ուրախությունը Քրիստոսի մեջ։ Իններորդը, ուրախություն, որ առաջնորդում ես մեկին դեպի Հիսուսը։ Եվ 10-րդը, բեռ վերցնելու ուրախությունը։ Սիրելի երկնային Հայր, մեր Աստված, մեր Տեր, մենք գիտենք, որ այս կյանքում ոչինչ մեզ չի կարող ուրախություն պատճառել, իրական ուրախություն, քան այն, ինչ որ հավիտենականությունից է գալիս մեր մեջ։ Այն Քրիստոսից, որ հավիտյան օրհնյալ է։ Այն բաները, որոնք որ մեր կյանքի մեջ տվել ես, որոնցով մենք ապրում ենք, շնչում ենք ու կանք։ Ես աղոթում եմ, Հայր, որ մեր մեջ բարձրացնես այդ ուրախությունը, մեզ տաս այդ ուրախությունը, որ իմանանք քեզ հետ ապրելը տանջանք չի, քեզ հետ ապրելը տրտմություն ավելացնել չի։ Քեզ հետ ապրելը երջանկություն է եւ ուրախություն, Տեր։ Եվ ես աղոթում եմ, Տեր, որ սիրելի քույրերս եւ եղբայրներս, մենք բոլորս կարողանանք այդպիսի ուրախությամբ բորբոքվենք, Տեր, որ մեր բոլոր նպատակները, բոլոր մեր ապրելակերպը, մեր առավոտից մինչև գիշերը ուրախություն փնտրելու եւ վերապրելու առիթներ ունենանք։ Ինչ որ մեկին օգտակար լինելու, ինչ որ մեկին մտերմացնելու քեզ հետ, պատմելու քո մասին, այն որ մենք զգացել ենք, ուզում ենք ուրիշներին փոխանցենք, Տեր, եւ աղոթում եմ, որ մեր բերանը երբեք սատանան չկարողանա փակի, այլ մեր շուրթերը բացվեն պատմելու քո հավիտենական սիրո մասին։ Եվ սրանով քո օրենքը կատարած կլինենք, երբ որ կարողանանք մեկը մյուսի բեռը կրենք։ Եվ քո ճշմարտության մեջ ավելի առաջանանք, Տեր։ Շնորհակալ եմ քեզ։ Աղոթում եմ, որ քո օրհնությունը լինի քո զավակների վրա, մեր սիրելի մեծ ընտանիքի վրա։ Պաշտպանիր քո զավակներին, օրհնիր ամենքիս։ Թող շնորհքդ շատանա, Տեր։ Թող այն բոլոր տրտմությունները, որով թշնամին մեզ տրտմեցրել է, անգամ մեր ունեցածները մեր աչքի առաջ փակելով ցույց է տվել, որ մենք չունենք, որ չուրախանանք, բայց մենք այսօր մեր աղոթում ենք, որ այդ վարագույրը վեր առնվի եւ մենք տեսնենք, թե ինչքան հարուստ ենք քեզանով, ինչքան առատ ենք քեզանով, որ այս ուրախությունը կատարյալ լինի քո մեջ։ Շնորհակալ ենք քեզ։ Այո, կունենանք նեղություն, կունենանք տառապանքներ, զրկանքներ կունենանք։ Դրանք կփոխվեն, բայց դու կմնաս նույնը։ Դրանցից բոլորից մեզ կհանես։ Եվ մենք այդ ամենի համար քեզ կփառավորենք, Տեր։ Շնորհակալություն քեզ։ Քո այս հրաշալի օրհնության համար, քո այս մեծ սիրո համար շնորհակալ ենք քեզ, Տեր։ Թող օրհնյալ լինի անունը։ Ես աղոթում եմ հիմա, որ սիրելի եղբայրներս եւ քույրերս կարողանան, Տեր, իրանց գտնեն, վերագտնեն այս ճշմարտությունների մեջ եւ նորից վերադառնան այն կյանքին, այն հավերժական ուրախության, որ դու տալիս ես մեզ, որտեղ հոգուտ պտուղը ամենայն արդարությունով եւ ուրախությունով է մեր մեջ։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Հալելույա։ Եկեք երկրպագությամբ մեր սիրտը պատրաստենք Տիրոջ առաջ։ Ուրախ եմ միայն
ուրախ եմ Տեր քո տան մեջ Ես ուրախ եմ Տեր քո տան մեջ Ես ուրախ եմ քեզնով միայն Ես ուրախ եմ միայն Տեր քո տան Թող քո սուրբ հոգու ուրախությունը գա մեզ վրա Տեր Ես ուրախ եմ Տեր քո տան մեջ Ես ուրախ եմ քեզնով միայն Ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ Ես ուրախ եմ քո տան մեջ Տեր Ես ուրախ եմ Տեր քո տան մեջ Միայն քեզ Ես ուրախ եմ քեզնով միայն քեզանով Ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ Ես ուրախ եմ քո տան մեջ Տեր Ես ուրախ եմ Հիսուս Տեր քո տան մեջ միայն քեզ ուրախ եմ քեզնով միայն Այո Ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարեր են Ամեն բրդության սարերը Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարեր Կարող ես քո սարերի անունը տալ եւ ասել դու ինչ սարեր քանդվեն Սարը մրգի, սարը ցավի, սարը հոգսի եւ հիվանդության Քո երեսից օգտել Սարեր են հալվում սարերը Սարը մեղքի Սարը ցավի, Սարը ցավի սարը հոգսի եւ հիվանդության Քո երեսից օգտել Այո Տեր, Սարեր են հալվում երեսից օգտել Քո երեսից օգտել Սարեր են հալվում քո երեսից օգտել Քո երեսից օգտել Սարեր են հալվում Հալելույա Թող սա կատարվի Տեր անվանդ եւ փառքիդ համար ուրախացրում ես ինչպես ծառատ կասեր այն օրերի համեմատ որ տխրեցին Տեր ես աղոթում եմ որ քո հոգու ուրախությունը գա քո ժողովրդի վրա պահիր քո զավակներին քո մեջ խաղաղություն եւ ուրախություն դուր որտեւ երկնքի արքայությունը արդարություն է խաղաղություն եւ ուրախություն սուրբ հոգիով եւ սա թող լինի քո զավակների եւ քո որդիների ու դուստրերի բաժինը մինչեւ հավիտյան մեր Տեր Հիսուսի անունով ամեն հալելույա ամեն փառք Հիսուսին Ուղված մեր աչքերը դու ես մեր Տերը և քոնեն մեր երգերը դեպի քեզ են ուղված մեր